Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսի էլ ավելի հետաքրքիր, էլ ավելի ինտրիգային ու էլ ավելի դիտարժան։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են երկուշաբթի օրվան տեսնելու, թե վերջապես ինչ է լինելու և արդյոք Հենրին նոր սուտ կհորինի, թե վերջապես Աննան ու Անգելինան կիմանան ճշմարտությունը։ Այս օրերին հեռուստասերիալի շրջանակներում իսկական լարվածություն է ու քննարկումներն ուղղակի հասել են գագաթնակետին։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են այն պահին, երբ կպարզվի ճշմարտությունը ու Աննան Հենդոյին ու Միքայելին ցույց կտա իրենց տեղը։ Սպասում են այն պահին, երբ Աննան կկարողանա գրկել իր որդուն ու Միքայելին զրկել իր երեխաներից։ Ինչպես է այսքանից հետո Միքայելը Հենրիին Հենդոն նայելու Աննայի աչքերի մեջ, այն բանից հետո, երբ 25 տարի առաջ նրանից խլել են իր երեխային։ Խլել են ու նրան ասել են, որ երեխան մահացած է։ Բայց մինչ այդ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ հեռուստասերիալն ավարտվելու է դեկտեմբերի վերջին, իսկ դեկտեմբերի վերջին բավական ժամանակ կա, նշանակում է դեռ նոր ինտրիգներ են լինելու։ Պատուհանից դուրս արի։ Այդ ինչ զգացողությունները ախրի։ Դա ինչ կլինի։ Պատուհանից դուրս արի։ Աղջկան նման։ Այդ սուր զգացողությունն է։ Պատուհանից դուրս արի աղջկան նման։ Այդ սուր զգացողությունները ապրի։ Ինչ կլինի որ, հա։ Աղջկա մոտը մասը կլասերի գնա, որ վերևից շնկլես ջարդում գնա։ Հա, աղջկա մոտը մաստեր կլասերի գնա, որ վերևից չգնել ջարդող խոր լինես։ Գնաս ոզի։ Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք, ուզում եմ մի քանի հարցի պատասխանել, ինչու հարցազրույցներ չեմ տալիս, շատ եմ տվել հարցազրույցներ, հոգնել եմ առաջին և երկրորդ, չկա մի հարթակ, որտեղ կկարողանամ խոսքս լիարժեք հասցնել ձեզ, ինձ համար չկա այդ հարթակը, սա մեկ, երկրորդ, ինչու ենք երկարացնում սերիալը, ձգձգում, չենք ձգձգում, մեր սերիալները հիմնականում բաղկացած են լինում 300-400 մասից, հիմա 211-րդն ենք հեռարձակել դեռևս, ու մինչև հավանաբար 244-45 ու մենք կավարտենք արդեն և դա երկար չէ և առհասարակ օջարային օպերայի համար դա երկար չի համարվում, օջարային օպերայի համար դա երկար չի համարվում։ Ինչ վերաբերում է նրան, որ ինձ պարբերաբար խորհուրդ եք տալիս, որ ես 20 մասանոց սերիալներ անեմ, ասեմ, որ դրա միտքը ես ունեցել եմ սրանից 20 տարի առաջ և այն մարդիկ, ովքեր հիմա ինձ խորհուրդ են տալիս, այդ ժամանակ դեռևս ծնված չեն եղել։ Ես ցանկացել եմ այդպիսի բան անել և արել եմ, շատ եմ արել, հեռարձակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց հեռուստատեսության համար շատ ավելի նպատակահարմար է ունենալ երկարատև սերիալ, որովհետև դա ապահովում է ժամանց, այդ հիշեք, մտապահեք, դաջեք, մենք ձեր ընտանիքի երեխաների դաստիարակողը չենք, խնդրում եմ ձեր երեխաների դաստիարակությունը մեր ուսերից իջեցրեք, մենք չենք զբաղվելու ձեր երեխաների դաստիարակությամբ, որովհետև դա ժամանց է, ձեր երեխաների դաստիարակությամբ խնդրում եմ դուք։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք միշտ այլասերում ենք երիտասարդությունը և այլն, ինչով։ Այն սերը, որը մենք ներկայացնում ենք սերիալում, մեր իրականության մեջ գոյություն չունեցող սեր է։ Հաստատ։ Այն ինչ որ կատարվում է մեր իրականությունում, այն ինչ որ մենք տեսնում ենք, և իրականում չենք էլ ուզում տեսնել, այն ճոխ հարսանիքները, որոնք որ ավարտվում են բավականին աղմկահարույց ամուսնալուծություններով, և առհասարակ, այս կեղտոտ իրականության մեջ ներկայացնել այդքան մաքրամաքուր սեր, կարծում եմ դրանով միայն պետք է սնվել, այլ ոչ թե ասել, որ մենք որևէ ինչ-որ մի վատ բան ենք անում, երբեք։ Իմ նախագծերում չարը միշտ պատժվում է,
Արդյոք իրականությունում այդպես է։ Արդյոք մեր կյանքում այդպես է։ Չգիտեմ, դուք մտածեք, ես չգիտեմ։ Ուզում եմ ասել, որ այդ ձեր թանկ ժամանակը մի վատնեք, ցեղ շպրտելով, վատ խոսքեր գրելով, որովհետև այդ ամենը բումերանգի պես գալու է ձեզ է դիպչելու։ Բարին տվեք, որ բարին ստանաք։ Մենք աշխատում ենք ի տարբերություն ձեզ, մենք ժամանակ չունենք ի տարբերություն ձեզ, մենք արարում ենք ի տարբերություն ձեզ, մենք ստեղծում և ստեղծագործում ենք ի տարբերություն ձեզ, մենք ստեղծում ենք աշխատատեղեր, մենք ստեղծում ենք խումբ, մենք ստեղծում ենք լավ մթնոլորտ, հասկացաք, այնպես որ ձեր բացականը պահեք ձեզ, իսկ ավելի շուտ սնեք ձեզ դրականով, որ վերևից դրական ստանաք, հակառակ դեպքում այդ բացականի մեջ իդեպ շուրջ 6 տարի ինչ ես վարում եմ իմացիր ավելին գիտա հանրամատչելի ճանաչողական հաղորդաշարը և հիմնականում ուր որ գնում եմ ավագ մասնավորապես ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից, մանկավարժների կողմից, աբուխելացի շատ կարգին մարդկանց կողմից ստանում եմ միայն դրական խոսքեր, կողմի խոսքեր և նորակողական խոսքեր։ Հիմա հետաքրքիր է։ Այդ ձեր շատ հետաքրքիր ղորքող, խորհուրդ պարունակող գնաբանություններում, բա ինչու չեք գրում, ինչ լավ է, որ վարում եք այդ հաղորդաշարը, ինչ լավ է, որ հիշում եք մեր մեծերին, ինչ լավ է, որ մեր երիտասարդներին ծանոթացնում եք մեր մեծերի գործերին, ինչ լավ է, որ մենք կարողանում ենք ձեր հաղորդաշարերի միջոցով ծանոթանալ օրինակ մեր վանքերի, մեր եկեղեցիների պատմությանը եւ այլն, մենք շատ բաներ ենք մեր վանքերի, մեր եկեղեցիների պատմությանը եւ այլն, մենք շատ բաներ ենք ներկայացրել։ Բա ինչու չեք գրում, չեք կարողանում, ինչ որ մի բան ներսում խեղդում է, չէ, չեք կարողանում դա ասել, մաղձն է այդքան շատ, թոթափեք ձեզ, ապրեք այս կյանքը, լսեք լավ երաժշտություն, մեկ եկեք ներ աչքերը, լսեք լավ երաժշտություն և հարց տվեք ձեզ, ինչ կար, ինչ կար, ինչ կթուղել և ինչ պետք կողմիկ ձեր ներսում, ավելի լավ, արեկեցիք, եղեցիք, ապրելու համար, լավ ու գեղեցիք ով ձեզ, երկար մտածեք, ոչ դիմացինի վիրավորելը, երկար մտածեք։